Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում, այդ շրջանում իրենք փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանը եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը, համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում։ Դուք այնուհանդերձ չեք կարծում, որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի բնդումների հետ, որ Հայաստանը հրահարել է պատերազմ։ Ես դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի եւ Ռոբերտ Քոչարյանի այն բնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիա է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի եւ պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ 44 օրյա հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից 1/1-ից չդառնա 1/5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար եւ այսպես շարունակ։ Այդ է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ? Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը, մի վարքյան, մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք, հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համեմատությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համեմատությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համեմատությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1/1-ին հարաբերակցությունից դարձել է 1/5-ի հարաբերակցություն։ Համաձայն եք իմ փաստարկները։ Իա, ինչի համաձայն չեք, բա։ Ինչի համաձայն չեք, ասեք։ Բա ոնց է։ Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների 1/1-ի ու 1/5-ի չի եղել։ Գուցե չէ, այդպես է եղել։ Ադրբեջանի պատերազմ։ Ո՞վ է հրահարել Ադրբեջանի այդ պատերազմը։ Դուք ասում եք, ասում եմ, որ հրահարել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, չէ, ինչ եք դուք ասում։ Նպաստել եք, որ Ադրբեջանը։ Ես էլ ասում եմ նպաստել են հետևյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետևյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո։ Նպաստել են հետևյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց հիմա թվականակով մեզ մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեին։ Ինչի մենակ ռազմական բյուջեով, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք։ Դե ես էլ շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին այս դահլիճում, երբ որ ընտրվում էր Հայաստանի վարչապետ, հարց են տվել իրան բանակցությունների մասին, ասել է բանակցությունները կանգնած են, փակուղիում են։ Կանգնած են կարծեմ։ Հետո էլ ասում է, այլևս թեկուզ փակում ավելի լավ։ Հետո էլ ասում է, այլևս երկար ժամանակ մենք պետք է բան Բառացի չեմ հիշում, բայց ձեր գործն է, էլի գտնեք այդ ցիտա։ Ասում եմ, մի խոսքով պետք է հույս չունենանք, որ չի լինելու բախում, այդպես մի բան։ Իր հարցազրույցը օրինաց լինեք, տեսնենք, ասում է, որ շատ հաճախ է։ Դե գուցե դե հիմա գուցե տարբեր մարդիկ տարբեր ձև արդարացնում են իրանց իշխանության օրոք գործած սխալները, մեղքերը,